Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա մեր քննարկումը կսկսենք Հայաստանի տնտեսության իրավիճակից, դրա հետ կապված Հայաստանի կենտրոնական բանկի տնօրենը ասուլիսով էր հանդես եկել, ասուլիսին ներկա էին լրագրողներ, որոնք մասնագիտացած են հենց տնտեսությանը վերաբերվող տեղեկատվության վրա, այսպես տնտեսագետ լրագրողներ, բայց այդ ամենը հրապարակային էր, դե իսկ մարդիկ էլ տնտեսագետներ չեն, եւ այստեղ երևի թե հավելյալ բացատրությունների կարիք կա։ Ինչի մասին էր խոսքը։ Բացի դրանից, որ խոսվեց, որ վարկերի ծավալն է մեծացել, վարկերը վերադարձվում են, չնայած մնում են ռիսկային, կապված տարածաշրջանային ռիսկերի հետ նաև տնտեսության աճը այսպես ակնկալվողի սահմաններում է, սա աճը եւս ակնկալվող սահմաններում եւ այն բարձր չէ, անշարժ գույքի շուկայում կան ռիսկեր, բայց մնում է կայուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Սակայն այստեղ ուշագրավը այն էր, որ խոսվում էր սթրես տեստերի մասին, ֆինանսական սթրես տեստերի մասին։ Դա ինչ գործիք է, որ կիրառվում է բանկային համակարգում, երկրի ֆինանսական համակարգում, մանավանդ հաշվի առնելով այն միջազգային իրավիճակը, որի օրոք եւ որի պայմաններում մենք ապրում ենք եւ դրանով պայմանավորված այո մեր տնտեսությունն ընդհանրապես ինչպես եւ ցանկացած երկրի տնտեսություն հավելյալ ռիսկերի տակ է, այստեղ գաղտնիք չէ։ Ինչ են ցույց տալիս այդ սթրես տեստերը։ Կենտրոնական բանկի նախագահը խոսում է այն մասին, որ ըստ իրենց անցկացրած սթրես տեստերի մենք ունենք որոշակի կայունության պաշար, որպեսզի տևական ապակայունացում թույլ չտանք մեր տնտեսության մեջ։ Ընդ որում նույնիսկ այն դեպքերում, երբ դեպքերը սկսեն արագ զարգանալ ու ասենք ինչ որ մի մեծ հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող երկրում ինչ որ արագընթաց process-ներ տեղի ունենան։ Բացի դրանից էլ մենք մամուլից էլ իմանում ենք եւ դա հարցեր է առաջացնում Վրաստանի տարածքով ինչ որ խնդիրներն են մեր ալկոհոլային արտադրանքի համար, որը պետք է Ռուսաստանում վաճառվել։ Այստեղ պարզ չէ ինչ է տեղի ունենում։ Վրաստանի նախարարը գյուղատնտեսության պետք է գար Հայաստան եւ պայմանավորվեին թե ինչ անեն։ Սակայն զբաղվածության պատճառով, ինչպես վրացական կողմն է բացատրում, այդ այցը տեղի չունեցավ։ Եվ պարզ չի բնում, պարզ չի այստեղ թե ինչն է խնդիրը։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրն է պարոն Արմեն Քթոյանը, տնտեսական հարցերով փորձագետ, տնտեսագետ եւ մեր տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ։ Բարև ձեզ, պարոն Քաթոյան, բարև եք եկել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք հերթական տեղեկատվությունը ստացանք կենտրոնական բանկի նախագահից ասուլիսի միջոցով, սովորաբար այն հագեցած է լինում բարդ տնտեսագիտական տերմիններով, դե իսկ մեր քաղաքացիներն էլ պարտադիր չի որ տնտեսագետ լինեն, չնայած նաև
տնտեսագիտական գրագիտությունը եւս կարևոր է ժամանակակից աշխարհում, այստեղ երևի թե հավելյալ բացատրություններ են պետք։ Նախ ձեր եզրակացությունն ինչպիսին է կապված մեր տնտեսության այս պահի առողջության հետ, համեցեք։ Ըստ այդ ներկայացված տվյալների։ Ըստ էության տնտեսական կայունության ու ֆինանսական կայունության հարցերը կարևոր են եւ Կենտրոնական բանկը ֆինանսական կայունության ապահովման այսպես նաեւ գործառույթ ունի եւ այդ կայունության կառավարման կարևոր գործիք են հանդիսանում ռիսկերի կառավարումը, ստրես տեստավորումը։ Ըստ էության ստրես տեստավորումը ի հավելում են այն գործիքակազմի, որ ունի Կենտրոնական բանկը, իսկ գործիքակազմի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում տնտեսական նորմատիվները եւ այսպես միջազգային պրակտիկայով ու նաեւ միջազգային կարգավորումներով սահմանվում է, թե ինչ նորմատիվներ պետք է բավարարեն բանկերը, օրինակ ասենք կապիտալի պարտավորությունների, ակտիվների կապիտալի միջև հարաբերակցությունը սահմանային մեծությունը որքան պետք է լինի, որ բանկը այսպես ավելի կայուն գործունեություն կարող է իրականացնել։ Ռիսկային գործունեություն։ Այո, բացի այն, որ Կենտրոնական բանկը հետևում է, որ հաշվետու ժամանակահատվածի դրությամբ այդ նորմատիվները պահպանվեն, նաև բանկերը ուրեմն իրականացնում են դրանից բացի ստրես տեստավորում, այսինքն հետևյալն է։ Եթե նորմատիվը դու պահպանում ես, դա նորմալ է, բայց դա դեռևս չի նշանակում, որ դու երկարաժամկետ հատվածում կայուն ես։ Մի հատ փորձենք հասկանալ, օրինակ, ինչ կլինի, եթե այն հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են քո գործունեության վրա, բանկի գործունեության վրա, օրինակ, ինչ որ մի իրավիճակում վատ դասավորվի եւ բոլոր ցուցանիշները վատանան։ Օրինակ, փոխարժեքի դեպի վատ ոչ նպաստավոր բանկի համար ուղղությամբ տեղաշարժ լինի, կամ գների փոփոխություն, կամ վարկանիշի նվազում, կամ աշարժույթի գների ենթադրենք 25% կամ ավելի բարձր չափով միանգամից նվազում եւ այլն։ Սրանք բոլորը ճգնաժամային իրավիճակներ են առանձին վերսած բանկի համար։ Սրանց բոլորի համար բանկի դիտարկում են քիչ հավանական փոփոխություններ եւ ստես տեստավորման գաղափարը հետեւյալն է, եթե այդ բոլորը միաժամանակ տեղի ունենա։ Բանկի ցուցանիշները ինչքանով կփոխեն։ Օրինակ, արդյոք բանկը կշարունակի շահույթ ունենալ, թե վնաս կարձանագրի, արդյոք բանկի կապիտալը բավարար կլինի այդ վնասը փակելու, կամ վնասի չափը ինչքան կլինի, որպեսզի հետագայում նաև ուրեմն միջնաժամկետ հատվածում հասկանալի լինի, թե նույնիսկ եթե նորմատիվները պահպանվում են, կատարվում են, ինչ ուրեմն առավել խոցելի պոտենցիալ տեղեր ունի տվյալ բանկը, որ իրենք նաև դրա վրա աշխատեն։ Սա կարևոր է երկու ստեկ թե բանկի համար, թե Կենտրոնական բանկի համար։ Այսինքն ավելի եթե հակիրճ ասեմ, սա կայունության պահպանման, կայունության կառավարման կարևոր գործիք է։ Հիմա կարելի է նաև իր խոսքից էր, որ կարելի է այդ հետևությունն անել, այդ ստրես տեստի պարամետրերից մեկը այն քաղաքական կամ ռազմաքաղաքական հնարավոր իրադարձություններն են, որոնք կարող են այս կամ այն ձևով, այս կամ այն զարգացում պայմանավորել, հա, եւ թե դրան ինչպես կարձագանքի մեր ֆինանսական համակարգը, հա, կամ Կենտրոնական բանկը որպես այդպեսին, եւ դատելով իր հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ մենք ունենք պատշաճ անվրության պաշար, որ այսպես խելամիտ ժամկետներում թարացում կլինի, բայց դրանից շատ արագ դուրս կգանք, ասենք, եթե հիմա դա տեղի ունենա, մենք 26 թվականի դրությամբ դրանից արդեն դուրս կգանք, սա էր ասում։ Հիմա այս ամենը պայմանավորված է բնականաբար այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում են դեմ Ուկրաինայի եւ դա ամբողջ ռուսական պետությունը որպես համակարգ ռիսկային է դարձնում, ոչ մեկ չգիտի ինչ կլինի, ասենք վաղ առավոտյան 6-ին։
Հիմա սրա հետ կապված բնական հարց է առաջանում, ինչ ենք անում, որ մեր կախվածությունը կրիտիկական չլինի Ռուսաստանից, հա, թող ինչ լինում է լինի, բայց մեզանից հեռու է, փլատակները մեր վրա չլցվեն։ Այստեղ ինչ process եք դուք տեսնում։ Եթե էլի բանկային համակարգի օրինակով դիտարկենք, բանկային համակարգը խիստ հետևում է պատժամիջոցներին, որոնք սահմանված են, եւ բանկային համակարգը այն գործիքակազմը, որը ունի, օրինակ, կա մեխանիզմներ, գործիքներ, որոնց ընթացակարգեր, որոնց արդյունքում բանկը միջև գործնական հարաբերություններ հաստատել հաճախորդի հետ պետք է ճանաչի այդ հաճախորդին եւ այսպես կոչված ճանաչիր քո հաճախորդի սկզբունքն է եւ այդ ճանաչելը նշանակում է նաեւ հասկանալ արդյոք տվյալ հաճախորդը առնչություն ունի այն ընկերությունների հետ, գործունեության տեսակների հետ, որոնք պատժամիջոցների ներքո են գտնվում կամ կապված են մասնավորապես Ռուսաստանի վրա սահմանված պատժամիջոցների հետ եւ եթե նմանօրինակ արձանագրում լինում է, այստեղ արդեն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործարքները տեղափոխվում են ավելի ռիսկային դաշտ, ավելի այսպես խիստ ընթացակարգով է դա տեղ ունենում, այսինքն այդ հանգամանքը սահմանափակված է։ Իսկ եթե մենք ընդհանուր տնտեսական համակարգին ենք նայում, բնականաբար այստեղ նոր բան չկա մտածված, դիվերսիֆիկացիան է դրա տարբերակը մեկ եւ երկրորդը այն գիտակցումը, որ այն դրական շոկերը, որոնք որ կան, պատերազմով պայմանավորված, որոշ դրական այսպես տնտեսական շոկեր կան, դրանք երկար տևողություն ունենալ չեն կարող եւ շատ արագ հետ են գնալու, ինչեւ տեսնում ենք արտաքին առևտրի պարագայում։ Ինչ անելու տրամաբանությունը մենք բազմիցս խոսել ենք նաեւ ձեզ հետ, տնտեսության արդիականացում, վերազինում, ներդրումներ, դիվերսիֆիկացիա դեպի այլ շուկաներ, օրինակ էկոնոմիկայի նախարարությունը ունի այդ ռազմավարությունը արտահանման խթանման դիվերսիֆիկացիայի եւ մնում է տեսնենք այդ ռազմավարությունը պատշաճ ձևով արդյոք համակարգված ձևով կիրականացվի թե ոչ։ Ամենայն դեպս շատ անելիքներ կան եւ ցանկացած բարագան պետք է հասկանալ կախվածությունը մեկ աղբյուրից, մեկ կապիտալից, մեկ երկրից, ինքը միշտ էլ բացասական է։ Պարոն Քեթոյան, մենք զուգահեռաբար տեսնում ենք ինչ-որ խառը պատմություն կապված Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այս ալկոհոլային արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք խնդիր է առաջացել։ Չի ստացվում այդ տրանզիտն ապահովել, որտեղ է խնդիրը, այդպես էլ պարզություն չկա, հայտարարվեց, որ Հայաստան կայցելի Վրաստանի գյուղատնտեսության նախարարը, թե ինչ կապ ունի գյուղատնտեսության նախարարը, եթե խոսքը մաքսային ծառայության մասին է, ըստ հաղորդագրությունների, բայց նա էլ չեկավ, որովհետև էլի վրացական կողմի պարզաբանմանը համաձայն զբաղված էր, հիմա այդ հարցը լուծվում է, չի լուծվում, ինչու է առաջացել, եթե լուծվի, որն է երաշխիքը, որ էլ չի լինի, պայմանագրեր, բաներ չկան, չեմ հասկանում, եթե խախտվել է պայմանագիրը, դրանից բխում են, չէ, ինչ-որ բաներ, թե չկա պայմանագիր, այս ինչ է։ Հարցը բազմաշերտ է, Հայաստանը ուրեմն ավանդաբար Հայաստանից Ռուսաստան արտահանման մի կարևոր հոդված կոնյակն է եւ 300 միլիոնի կարգի վերջի տարիների միջինում տարեկան արտահանում է եղել, բայց տարիներ շարունակ եւ կարելի ասել միշտ էլ այդպես եղել ամենայն դեպս վերջի 10-15 նույնիսկ ավելի երկար տարիների ընթացքում գոյություն են ունեցել երկու զուգահեռ սխեմա։ Մեկը Հայաստանում հումքից, հայաստանյան հումքից կոնյակ է արտադրվել եւ դա արտահանվել է, դա մի սխեման է եւ մյուս սխեման, երբ որ ուրեմն սպիրտը ներմուծվել է Հայաստան,
Ռուսաստանից էլի եւ այդ ուրեմն ներմուծվող սպիրտից կոնյակի, այո, եւ այդ դրանից արտադրվել է կոնյակ կամ այսպես ասած խմիչք, որի անվանումը դրվել է ուրեմն կոնյակ եւ արտահանվել է։ Այս սխեմայի մեջ բազմաթիվ հրապարակումներ են եղել նախկինում եւ նաեւ ռուսաստանյան, ուրեմն որոշակի հայտնի շրջանակներ են եղել նաեւ պաշտոնական կուրացիա են արել այս բիզնեսը եւ այստեղ ֆորմալ առումով հիմա այդ սխեմայի մասին բոլորն էլ իմացել են, բայց միգուցե այն ժամանակ նպատակարար չի եղել դրա մասին բարձրաձայնեն, հայտնեն, ասեն եւ այլն։ Հիմա դրա համար միգուցե լավ հարմար առիթ է եւ մենք կարող էինք կանխել նման իրավիճակը, կանխելու համար անհրաժեշտ էր ի սկզբանե նմանօրինակ սխեմաները բացառել։ Բայց քանի որ մեծ թվով տնտեսվարողներ կան դրա մեջ, մեծ շահեր կան ու նաեւ ավելորդ անգամ ինչ որ միգուցե եւ չգիտեմ ինչ որ կրքեր բորբոքելու մղումը չի այսպես գերակայել կամ եթե Ռուսաստանը թողնում է, թողնի այդ տրամաբանությունն է գերիշխող եղել, ընդ որում դա միայն կոնյակի դեպքում չէ, շատ այլ ապրանքատեսակների պարագայում նույնը կա, եւ հիմա մենք բախվում ենք այդպիսի մի իրավիճակի հետ, որ հաշվի առնելով, որ ինչ-որ մի մասնաբաժին կոնյակի արտահանման չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, որոշակի լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ են դրվել։ Վրաստանի պարագայում էլ ըստ ամենայնի տրամաբանությունն այն է, որ եթե որոշ չափանիշների չբավարարող արտադրանքը իրենց տարածքով չի կարողանալու անցնել հարևան երկրի տարածք, Ռուսաստան, իրենք փորձում են կանխել այդ նույն արտադրանքի մուտքը իրենց երկիր, իրենց երկրում որոշակի խնդիրներից խուսափելու համար, զոոտեխնիկական բնույթի գուցե, ես չեմ ցանկանում քաղաքական, այսպես բաղադրիչը դիտարկել, ամենայն դեպս այստեղ մենք անելիքներ ունեցել ենք եւ պետք է միարժեք, միանշանակ խաղի կանոններ սահմանվեն, ընդ որում այս ոլորտում կարգուկանոնի հաստատումը բխում է նաեւ այսպես ազնիվ արտադրողների շահերից, որովհետեւ իրենք են նաեւ այստեղ տուժում, երբ որ ամեն ինչ խառնվում է իրար, բնականաբար քո համար շատ դժվար է բացատրել։ Եվ այստեղ նաեւ խնդիրը այն է, որ հայաստանյան համապատասխան ուրեմն տեսչության կողմից տրված փաստաթուղթը կասկածանքի տեղիք է տալիս։ Եթե դու բոլոր ուրեմն արտահանումների պարագայում, բոլոր խմբականակների պարագայում այդ թույլտվությունը տրամադրում ես, իսկ այնտեղ կան խնդիրներ, նշանակում է դու որպես ինստիտուտ արդեն կասկածելի վիճակում։ Այսինքն այստեղ կա ճշմարտության որոշակի կտոր, բայց քանի որ մենք հակված ենք խնդիրը քաղաքականացնել, համարել, որ այս պահին է, միգուցե եւ այո, Ռուսաստանի տեսանկյունից հայ լծակ ենք տվել իրեն, ինքն է որոշում, թե այդ լծակը երբ օգտագործի։ Հիմա պարզապես սպառնում է այդ լծակի օգտագործումը։ Մենք պետք է այս եւ մնացած բոլոր ոլորտներում կարգուկանոն հաստատենք մեզ մոտ, ինստիտուտները ուժեղացնենք, հատկապես սննդամթերքի անվտանգության համապատասխան տեսչական մարմինը եւ պետք է երաշխիքներ տրամադրենք բոլոր գործընկեր երկրներին, անկախ ամեն ինչից, որ եթե ես տվել եմ այս փաստաթուղթը, ես երաշխավորում եմ, որ անցել է համապատասխան լաբորատոր ստուգում, բավարարում է այս չափանիշները եւ այլն։ Եթե նման ուրեմն սկզբունք ամրագրվի, նաեւ տնտեսվարողների հստակ կանոններ սահմանվեն, որ այս չափանիշները չբավարարու արտադրանք Հայաստանի սահմանից դուրս չի գալու։ Այդ դեպքում Հայաստանի սահմանից դուրս չի գա ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը չի թողնում կամ Ռուսաստանը, այլ պարզապես մենք չենք թողնի։ Այստեղ աշխատելու տեղ կա, տարիների աշխատանք կա անելու ինստիտուցիոնալ զարգացման, տեխնոլոգիական զարգացման, համապատասխան լաբորատոր սարքավորումներ, ծառայությունների մատուցման, սարքի ամբողջական ունենք, բայց դրա կարողությունները տաշճան չեն, եթե մենք բոլոր ոլորտների համար ենք ասում, իսկ այստեղ պոտենցիալ մենք շատ ու շատ ոլորտներ ունենք, խնդրահարույց եւ այդ բոլորի մասով լուծումներ են պետք, իսկ նաեւ ժամանակին Եվրոմիությունը հենց
աջակցության տեխնիկական աջակցության ծրագրերից մեկն էլ Եվրամիության Միացյալ Նահանգների անպատասխան լաբորատոր սարքավորումների տրամադրումներ տարբեր դրամաշնորհային կամ վարկային ծրագրերով, ինչի դեպ նաև ԵԱՏՄ տիրույթում այսպես շահարկվում էր այն առումով, որ Հայաստանում ինչ-որ կենսաբանական լաբորատորիաներին եւ այլն, բայց իրականում դրանք են լաբորատորիաներն են, որոնք սննդամթերքի մասնավորապես անվտանգության ստուգման համար անհրաժեշտ գործառույթներ են կատարում։ Հիմա ստացվում է մենք ինչ այդ լաբորատորիաները պետք չբերենք, թե պետք է կա լաբորատորիաները կա որ թողունակության խնդիր կա, որ ընդհանրապես բացակայում է միայն լաբորատորիան ուղղակի շղթային մեողակն է։ Դե համենայն դեպս տեխնիկական աջակցության առումով որոշակի ծրագրեր կան, բայց ասել որ դրանց զորությունը բավարար է ու դրանք պատշաճ նաև որակի ծառայություն է մատուցում, բավականին բարդ է ասել։ Նաև բարդ է ասել, որ ասենք այդ լաբորատորիան ինքը իրենով կարող է կոռուպցիոն ռիսկերի չտրվել կամ ինչ-որ, այսինքն այստեղ լիքը բաներ կա։ Եթե քո կնիքից, ստորագրությունից, քո տված փաստաթղթից կախված է այն, թե այսպես մի քանի 100 տոննա ինչ-որ խմբականակով արտադրանքը դուրս կգա, թե դուրս չի գա, հիմա շատ մեծ այսպես անկախություն, խիզախություն եւ գայթակղության չտրվելու ինչու բան է պետք, որ դու դրանք դեպքում եւ այո եւ ոչի եւ դրա համար այստեղ համակարգը պետք է լինի։ Իսկ մեզ մոտ հաճախ այնպես է լինում, ամեն ինչ թողնում է լաբորատորիային, իսկ լաբորատորիան ասում է դե լավ, եթե բոլոր պայմանավորվել եք արդեն ես ինչու խոչընդոտ հանդիսանամ։ Խախողը կա, առնողը կա, Անդորում պետությունը ինքը գիտի, որ այս խնդիրը կա։ Եթե գիտի եւ ինքը նորմալ է դրան վերաբերվում եւ խոչընդոտ չի հարուցելու այդ դեպքում վատամարդ լաբորատորիան այստեղ ավելի շատ խնդիրն այն է որ համակարգը եթե այնպես է դասավորված որ ինքը աշխատում է որ այդ արտադրանքը արտահանվի դուրս գա եւ շատերի շահերից դա բխում է 1-2-3 օղակը շատ դժվարությամբ դրանք հակադրվեն եւ այստեղ վերևից միասնական համակարգված միարժեք մոտեցում է պետք բաչաճ վերահսկողությամբ հակակշիռներ դնելով նաեւ տեխնիկական ագեցվածությամբ խնդիրը բավականին խորքային է եւ մենք այդ խնդրին առերեսվել են փորձեր արվել են խնդիրը լուծելու բայց լուծումները ինչպես սովորաբար մեզանում լինում է այսպես անավարտ, կիսատ, կոնյունկտուրային եւ այլն ու նաեւ կրկեր չբորբոքելու եթե արտահանողը կա ասում եմ ես այնտեղ Խաբարովսկում ունեմ իմ շուկան արտահանում եմ տեսնում ես խնդրահարույց արտադրանքը կամարիչ տարբերություն նրանք ընդունում են այնտեղ խմելուց բացի ոչ միայն խմիչքի մասին է խոսքը սննդամթերք, պայնամթերք, այնտեղ միրգ, բանջարեղեն եւ այլն այդ խնդիրը կա, այդ համակարգ դու պետք է կարգի բերես հասկանալով, որ դա հակասում է արդեն պետության շահերին, որովհետև դու քեզ չես զրկում այն բանից, որ քո այսպես գործընկերը, այսպես ասած, ունի լծակներ։ Հակառակ դու պետք է քո մոտ հարցերը կարգավորես, իրեն զրկես այդ լծակից։ Պարոն Քաթոյան, տեսեք, այս ալկոհոլային արտադրանքը մեր կարևորագույն այդ բաղկացուցիչներից է մեր արտահանման, հա, եւ դա գաղտնիք չի։ Ու մշտապես տենց հարցեր են եղել, որը հարուցվում է մեր արտադրանքը սպառող կարևորագույն երկիր Ռուսաստանի կողմից, ընդ որում, այո, ես ինչպես հասկանում եմ ցածր որակի կամ նոմինալին չհամապատասխանող որակի արտադրանք ուղարկելով մենք ինքներս լծակ ենք տալիս ռուսներին, որ երբ ուզենան բացեն, երբ ուզենան փակեն եւ դրանով իսկ նույնիսկ հաշվի առնելով որ շատ մարդիկ են, հա, դրանով զբաղվում, դրա մեջ այդ ոլորտում ներգրավված, դրանց դժգոհությունն առաջացնեն, ուղղորդեն, դրա վրա ռոպագանդան սկսի աշխատել եւ այլ եւ այլ։ Եվ նաեւ մամուլի հրապարակումների մի առյուծի բաժին էլ ուղղված էր նրան, որ կարծեք թե կա մի իդեալական իրավիճակ Հայաստան-Ռուսաստան առևտրային հարաբերություններին, այդ Վրաստանն է, որ սենց
պրոբլեմները հարուցում չի թողում մեր ապրանքը գնան Ռուսաստան։ Ինչ է մենք գործում ենք էլի։ Մենք գործ ունենք խնդիրները ոչ համակարգային դիտարկելու հետ, գործ ունենք այն իրավիճակի հետ, նաև որ պետական մարմինները հաճախ քաղաքական պատասխանատվություն լիարժեքորեն չեն ստանձնում լիարժեք ինֆորմացիա ուրեմն տրամադրելու եւ արդյունքում տեղեկատվական համակարգում դաշտում առաջանում է վակուում եւ այդ վակուումում շատ հարմար դիրքավորվում են նրանք, ովքեր մանիպուլյացիա կատարելու կամ ինչ որ կրքեր բորբոքելու խնդիր ունեն։ Այստեղ այո, պետական ապարատի անարդյունավետության դրսևորումներից մեկը կարելի համարել սա։ Եվ դա իսկապես խնդիր է, ու առանց այդ խնդրի դիտարկման, առանց այդ խնդրի լուծման մենք չենք կարողանա առողջ նաև գործընկերային հարաբերություններ կառուցել մեր արտաքին առևտրային գործընկերների հետ, ընդ որում այստեղ նաև եթե արտահանման հարցը շապեցին, խնդիրը միայն որակի մեջ չէ, խնդիրը նրանում է, որ մյուս ուղղությամբ աշխատելով մենք պետք է ինտենսիվ նաև այսպես ճանաչողության գործընթաց իրականացնենք, որ մեր ապրանքը պարզապես ճանաչեն։ Ռուսական ուղղությունը հեշտ է ոչ միայն այն համար, որ դու ինչ ուզես կարող ես իրացնել, այնպես չէ, որ բոլոր տնտեսվարողները այդպես են աշխատում։ Պարզապես մեր արտադրանքը ճանաչված է, գիտեն, ծանոթ է, իսկ ասենք եվրոպական, ամերիկյան կամ այլ շուկաներում չեն ճանաչում մեր սփյուռքից դուրս։ Այստեղ լուրջ աշխատանք կա անելու եւ սրանք բոլորը մի ամբողջական համակարգի մի մաս են կազմում։ Չկա որևէ մի խնդիր, որ ասենք մի հատ մեկ քայլանի լուծում ունի, չէ։ Խոսում ենք դիվերսիֆիկացիայից, դա բազմաշերտ աշխատանք է։ Արդեն եղած շուկաներում ինչ պետք է անես, որակի բարձրացման առումով, նոր շուկաներ մտնելու համար ինչ պետք է անես, արժեքի ստեղծման շղթայի երկայնքով ինչ պետք է, այսինքն այստեղ լիքը անելիքներ կան, որին բոլոր մասնակիցները, բոլոր շահառուները կարևոր գործառույթներ ունեն։ Պարոն Փետրոյան, օրերս այս Երևանի կենտրոնում Թումանյան եւ Սարյան փողոցներում այս գինու փառատոնն էր ամենամյա գինի արտադրողներից յուրաքանչյուրը տենց մի վրան վերցրած ներկայացնում էր մարդիկ էլ երաժշտություն, ուրախություն եւ այլն ահռելի մեծ թվով գինի արտադրողներ մենք ունենք մեծ փոքր հին անունով նոր անունով հայտնի անունով նորահայտ անունով հա մեծ փոքր մենք տեսնում ենք որ որոշակի բում կա գինեգործության Հայաստանում ոնց որ մարդիկ էլ հավեսի են ընկել այսպես ասած փորձում են առաջադիմել շուկա գտնել իրենց ալկոհոլային բիզնեսը եւ ալկոհոլային շուկան համաշխարհային դա գերմրցակցային շուկա է եւ այնտեղ այնպիսի անունով մասնակիցներ կան, որոնք իրենց, ասենք, համբավը վաստակել են տասնամյակներով, դարերով, օրինակ, հա։ Ինչ որտեղ մեր գինեգործությունն էլ հազարամյակների, այսպես, խորքից է գալիս, բայց ժամանակակից շուկայում մենք կարծեք թե նոր խաղացող ենք։ Դուք այստեղ ինչ հեռանկար եք տեսնում, դա ի վերջո նաև մի համակարգ է, որ պետք է աշխատի, որ այդ գինին գնա հասնի, ասենք, իր սպառողին, հա, ասենք, այլ մայրցամաքում, այլ երկրում։ Մենք ինչ ունենք այդտեղ, ինչն է պակասում, ինչ հեռանկար եք տեսնում այստեղ, որովհետև ի վերջո խաղողի երկիր, այգիների երկիր, համեցեք։ Էլի համակարգային մոտեցումն է պակասում միասնական տեսլական, օրինակ պակասում է խաղի միասնական կանոնների բացակայություն։ Նույն եթե ոչ որակյալ արտադրանք թողարկող սուբյեկտի առումով պետությունը ինչ որ ներգործություն ունի, թե ոչ։
Եթե չունի, դա արդեն համբավի ռիսկ է ստեղծում բոլորի արտադրանքի համար, արտահանում ես ցածրահակ արտադրանք եւ դա համբավի ռիսկ է ստեղծում։ Հաջորդը ֆինանսական աջակցության անհրաժեշտություն կա։ Հաջորդը այստեղ ուրեմն գինեգործական կլաստերների մասով կան համապատասխան ծրագրեր եւ այդ ծրագրերի տեսանկյունից պետք է ուրեմն հավելյալ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացվեն, իսկ դրանք լուրջ ներդրումներ են պահանջում։ Օրինակ Համաշխարհային բանկը ունի ուրեմն ծրագիր, այդ ծրագիրը դեռ նախանշվում է եւ առաջիկայում կհաստատվի եւ այդ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի որոշ ենթակառուցվածքային խնդիրներ լուծել։ Սա ուղղակիորեն կապվում է զբոսաշրջության զարգացման հետ։ Իրականում գինեգործության տեսանկյունից նոր շուկա մտնելը ինքը այսպես ունի իր առանձնահատկությունները, բայց չի տարբերվում այլ արտադրանքների մասով եւ այո, պատշաճ ուրեմն արտանման խթանման առումով օրինակ ասենք մեր տնտեսական դիվանագիտության գործիքակազմը աշխատում է թե ոչ, իրականում շատ թույլ է աշխատում կամ գրեթե չի աշխատում կամ ասենք արտերկրում ցուցահանդես վաճառքների նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը ինչ ուրեմն տրամաբանությամբ է ընթանում կամ Հայաստանում դա գալիս բախվում է գյուղատնտեսության ոլորտում ցածր արդյունավետության հետ։ Եթե ինչ-որ մի խոշոր ներդրող ցանկանա գա Հայաստանում գինեգործական արտադրություն հիմնի, ինքը լուրջ խնդիրների է բախվելու, որովհետև Հայաստանում շատ դժվար է գտնել այդ ներդրողի համար օրինակ մեծ հողատարածք, որտեղ նա կարող է խաղողի արտադրություն կազմակերպել։ Սա եւս խնդիր է։ Այսինքն այստեղ շահկապվում են մի կողմից գյուղատնտեսության մեջ առկա քրոնիկական խնդիրները, պետական ապարատի ցածր արդյունավետությունը, արտանման խթանման գործիքակազմի ոչ լիարժեք օգտագործումը, մենք էլի համակարգային մոտեցման այսպես եթե փորձենք կիրառել, մանր միջին ամենատարբեր խնդիրներ ունենք, որոնք ամբողջության մեջ ապահովում են լրջագույն խոչընդոտ այդ ոլորտի զարգացման համար։ Շնորհակալ եմ, պարոն Թոյան, ձեր այս շատ կարևոր նկատառումները, տեղեկատվությունը եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մի շնորհ հանդիպում, շնորհակալություն։ Համենք զրուցեցինք մեր գործընկեր, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, մեր տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ, քննարկեցինք մի շարք հարցեր կապված մեր տնտեսության առողջական վիճակի հետ, ինչպես նաև Վրաստանում կամ Վրաստանից Ռուսաստան, Հայաստանից Ռուսաստան, Վրաստանով այդ ճանապարհին մեր ալկոհոլային արտադրանքի համար ստեղծված խոչընդոտների այդ խորքային պատճառների մասին։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առողջ թվականի հետ։